վարկագիծը Գյումրիով եւ ոչ միայն այս նոպայական վիճակները վախերով են պայմանավորված գիտակցումով, որ այլևս իրենք բացահայտված են մինչև վերջ։ Գիտեք, իրենք վախելը իհարկե վախենում են, որովհետև օրեր առաջ դուք երբ ուշադիր լինեք, թե ինչպես էր Ավինյան Տիգրանը անդադ դուրս ներս անում դահլիճ, անդադ դուրս ու ներս էր անում եւ դա խոսում է այն մասին, որ այո, արկա է խնդիր։ Այն, որ Գյումրիում արկա է խնդիր, որ թուրքական իշխանությունը այնտեղ չունի որևիցե քվե, դա իրականություն է։ Այն, որ իրենք վախենալու են, դա նույնպես իրականություն է, բայց դրա հետ մեկտեղ իրենք նաև ունեն տերեր, պատվիրատուներ, որ դեռ պետք է տարածեն վախեր եւ չեն բացառում, որ նաև իրենց ծրագրի մեջ է մտնում ոչ միայն վախերի տարածումը, այլ նաև այնպիսի քաոսային իրավիճակի ստեղծումը, որը հնարավորություն ընձեռի թշնամուն լուծարել հայկական պետականությունը։ Այսինքն նրանք նաև դրան են գնում։ Այսօրվա այս գործողությունները շտաբերում ձերբակալությունները ընդհուպ մինչև երիտասարդ կնոջ, ով մանկահասակ երեխա ունի իր խնամքի տակ, նրան կալանավորելը, տեղափոխելը Գյումրիից հիվանդ վիճակում արոնահոսության պայմաններում, այսինքն այդ վիճակում գտնվող կնոջը տեղափոխելը հակակոռուպցիոն կոմիտե, մինչդեռ հակակոռուպցիոն կոմիտե Տիկին Աննա Վարդապետյան գնա վերցրա Տիգրան Ավինյանին տեղափոխի հակակոռուպցիոն կոմիտե։ Ես կարող եմ էլի անուններ տամ, որ պետք է գնաս եւ տեղափոխես, օգնես տեղափոխեն հակակոռուպցիոն կոմիտե։ Դու դրանց հետևից պետք է գնաս, այլ ոչ թե երիտասարդ կնոջ հետևից գնաք, դու էլ ասես, որ դու վերահսկողության լիազորություններ ունես եւ վերահսկող ես, չես սխալվում ես, դու վերահսկող չես, դու ուղղակի պատվեր կատարող ես։ Վերահսկողի դեպքում այլևս շատ մարդիկ կլինեին համապատասխան քրեակատարողական հիմնարկներում։ Մինչդեռ այդ մարդիկ այսօր դեռ ման են գալիս, դեռ թուրքական անձնագրեր են ձեռք բերում, դառնում են Թուրքիայի եւ Հայաստանի երկքաղաքացիներ, փաստաթղթեր ունեն եւ թուրքական լիրաներ պատտվում է չնայած այսօրվա դությամբ անկում է ապրում, դեռ պատտվում է Հայաստանում եւ քանդող գործունեություն է իրականացնում։ Այսինքն ակնհայտ է, որ այդ խոսքերը, որ այսօր դու հնչեցրել ես ազգային ժողովում, բացարձակ անհիմն են, դատարկ են, ոչինչ չասող են, դու ոչ մի լիազորություններ չունես, դու կարող ես միայն կատարել պատվեր։ Իդեպ ասեմ, դու Տիկին Աննա Վարդապետյան, քո գործընկերուհի, ընկերուհի, հարազատ ընկերուհի, մարդու իրավունքների պաշտպանի անունից հանդես եկող մի ուրիշ ընկերուհի, Անահիտ Մանասյան, մի հատ էլ ընկերուհի ունեք այդ թուրքական կառավարության մեջ, նրա անունն է այդ կառավարությունը, ես էլ եմ ասում, այդ թուրքականը դա ազգություն չէ, դա որակ է, լավ իմաստով որակ չէ, այլ վատ իմաստով որակ է։ Եվ այս կառավարությունը մեջ ընդգրկված եւս մի տիկին կա Անահիտ Ավանեսյան, ով իր պարտականությունները չի կատարել, Քովիդի ժամանակ գիտենք ինչեր է արել, եթե վերահսկողության լիազորություններ ունենար, դրա հետևից է պետք է գնայիր, չես գնացել, մտերիմ ընկերուհիդ է հավանաբար, դրա համար չես գնացել, կամ պատվեր չես ունեցել։ Մյուս տիկինը, որը այսօր որպես Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար է հանդես գալի, Արփինեի անունը, բայց նրա հետևից ինչու չես գնում։ Երևան քաղաքում տեղի ունեցավ մի դեպք, որը կապված էր Տիգրան Ավինյանի ապօրինի շինարարության թույլտվության հետ։ Երեխա ընկավ ավտոմեքենայի տակ, հենց ամենաբանուկ մասում, որտեղ այդ ապօրինի շինարարության հարևանությունն է, ընդամենը մի քանի մետր։ Մինչև հիմա այդ տիկինը ոստիկան այդ խաչմերուկը չի ցանկացել կարգավորել։ Մինչև հիմա այդ խաչմերուկը դարձել է վթարային իրավիճակների աղբյուր։ Բա ինչի՞ չես գնում դրա հետևից։ Բա ինչու չես գնում այլ անձանց հետևից, օրինակ Աննա Հակոբյանի հետևից, ով եղել է Արցախում արգելված վայրում զորական նշանակության, այսինքն զինվորական նշանակության վայրում, բունկերում, ինչու չես գնում նրա հետևից։ Այդ բունկերում լինելու պատճառով
Արցախը հանձնվել է այսօր։ Այդ բունկերում լինելու պատճառով հազարավոր հայ երիտասարդներ ուղակի պայմանավորված պատերազմի պատճառով զոհվել են, հայրենիք է հանձնվել, բա ինչու չես գնում դրանց հետևից։ Այդքան բազմաթիվ հրապարակումներ եղան կոռուպցիոն հանցագործությունների մասին։ Եթե դու վերահսկող ես, բա գնա դրանց հետևից, չես գնացել։ Հասկանալի է ինչու չես գնացել, որովհետև վերահսկողություն չունես, որովհետև այդ լիազորությունները միայն թղթի վրա են գրված ձեր համար, դու ունես միայն պատվերներ եւ պատվերներ կատարելու պարտականություն։ Այսքան է։